Բարի օր, ինչպես ամեն շաբաթօր, այսօր եւս հանրային ռադիոյի եթերում հանրամեդիայի հերթական թողարկումն է, ովքեր հասցրել են մոռանալ։ Ես Լևոն Սարդարանն եմ, եւ այսօր իմ զրուցակիցներն են միգուցե նաեւ ինձ հետ չհամաձայնելու նախապայմանով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգելի պարոնայք Աշոտ եւ Արթուր, տեսեք, մենք էլի ամեն շաբաթ կամ գոնե ինչ-որ պարբերականությամբ խոսում ենք mass մեդիայի, այսպես ասեմ, էթիկայի նորմերից ու հատկապես հիմա ինքը շատ կարևոր թեմա է, հաշվի առնելով քաղաքական այն գործընթացը, որում ներառված է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, խոսքը նախընտրական քարոզարշավի մասին է, ու այդտեղ ես ինքս անձամբ խնդիրներ տեսնում եմ ու շատ եմ տեսնում։ Դուք տեսնում եք, թե չէ։ Հարցը այն է, թե արդյոք ում է ուղղված։ Չէ, հերթով, մենք ցեն զրուցելով ընկերական կարող եմ հեսա կոնյակ էլ բերել։ Դե այն գործընթացները, որով ընթանում են, իհարկե որևէ մեծ սյուրպրիզ չեն։ Նաև մեդիայի հետ կապված խնդիրները ամենևին էլ նոր չեն։ Եվ մենք առիթ ենք ունեցել այս ստուդիայում ամիսներ առաջ խոսելու այդ թեմաների շուրջ եւ լրագրողական էթիկայի խախտումների եւ օրենքի խախտումների մեր հանրության շրջանում, լրագրողական հանրության։ Ես հիշում եմ այդ մեր խոսակցությունը, որտեղ ես այդ ժամանակ մի գնահատական հնչեցրեցի, որի հետ դու կտրականապես համաձայն չէիր, ես որ ասում եի ինքնակարգավորման վրա հույս դնելը ուտոպիա է։ Այսինքն որ մենք պետք է հետևենք, որ մենք չխախտենք էթիկայի նորմեր, եւ հետո առիթ եղավ մի անգամ մեկ այլ հաղորդման շրջանակում ես ասացի, ես կարող եմ մատնանշել լրատվամիջոցի, որը ունի էթիկայի նորմեր գրած, հրապարակված, ու օրը այսպես նախանձելի, այսպես հետևողականությամբ ամեն օր առնվազն 3 անգամ այդ էթիկայի նորմերը խախտում։ Հիմա որոշ լրատվամիջոցների համար, երբ խոսում ենք այդ թեմայով ուտոպիա է, որոշ լրագրողների համար նույնպես, բայց այնուամենայնիվ մենք գիտենք, որ այս պայմաններում դա գործիք է եւ այն լրատվամիջոցները, որոնք որ այսպես ուզում են հետևել պրոֆեսիոնալ նորմերին, իրենց համար գրում են եւ հետևում են։ Ուրիշ հարց է, որ ճնշող մեծամասնությունը այնուամենայնիվ այս բևեռացված լրատվական դաշտում ավելի շատ սպասարկում են քաղաքական շահեր, քան հանրային շահեր սպասարկում, եւ սա ակնհայտ է։ Հիմա բնականաբար ընտրությունների շրջանում, իսկ մենք առաջին ընտրությունները չէ որ անցկացնում ենք, այդ բևեռացումը ել ավելի սրված է, էթիկայի նորմերի խախտումները ել ավելի շատ են եւ փաստորեն լրատվական դաշտի խաղացողները հիմնականում դարձել են քաղաքական համակարգի մաս եւ սպասարկում են քաղաքական շահեր։ Ընտրությունների ժամանակ դա ավելի ցայտուն է երևում եւ չի կարելի դրա հետ իհարկե որպես մեդիա փորձագետ իհարկե ես չեմ կարող համակերպվել, բայց դա իրողություն է եւ եւս մտածելու տեղիք է տալիս, թե այլ ինչ պետք է անել գոնե մեղմելու համար այդ իրավիճակը։ Ընտրությունների ընթացքում անհնարին է եւ իսկապես կլիներ դա ուտոպիա, բայց հետընտրական շրջանում, եթե իհարկե այսպես շատ թե քիչ բարենպաստ ավարտ ունենա ընտրությունները, լուրջ քայլեր է պետք ձեռնարկել եւ օրենսդրական եւ զուտ այսպես մասնագիտական շրջանակներում, որովհետեւ կրկնում եմ այն ինչ որ տեսնում ենք լրատվության հետ որևէ կապ չունեն։ Ես կիսելով պետք է կուզեի ավելացնել, որ ցանկացած ժամանակ ինչ որ թելադրանք ունի եւ այդ թելադրանքը մեկ-մեկ որոշ մասնագիտությունների վրա շատ սուր ազդեցություն ունեն, այս մեր ժամանակները, այս համացանցերի եւ այլ ժամանակները շատ լուրջ փոփոխություններ են բերել օբյեկտիվորեն լրագրություն բառի հետ կապված եւ դրա բովանդակության հետ կապված եւ ինչպես ցանկացած վերափոխվող առարկա իր վերափոխման այդ
պերիոդում այդ ժամանակահատվածում շատ այլանդակ տեսքեր ա ունենում։ Մի շատ անմեղ օրինակ բերեմ, այն փոքր սիրուն երեխան, երբ որ տղամարդ կամ փոքր սիրուն աղջիկը, երբ որ կին պիտի դառնա, մի պիտուտ կա, որ ինքը ոչ նրան նման, ոչ էլ նրան շատ տարօրինակ տեսք ունի։ Հա, այդ վերափոխման այդ process-ում միշտ հիմա մեր ժամանակների շատ լուրջ ազդեցություն ունեն լրագրություն, լրագրող, մեծ մասնագիտությունների վրա եւ այս process-ի մեջ շատ այլանդակ տեսքեր կարող են ունենալ, օբյեկտիվ, սուբյեկտիվ եւ այլ բաներով եւ այս պետք է եւ սա ինչ որ առումով պետք է բնական տեսնել ու փորձել հասկանալ սա ուր է տանում եւ փորձել այնտեղը որ տանում ագոնե այն իրա այլանդակությունը չտանի այնտեղ, այլ որը վերափոխման դեպի ճշգրիտ, ավելի ճշմարիտ, ավելի հասարակության օգուտ տվող ճանապարհի վրա դնել էլի։ Ես համաձայնելով երկուսիդ հետ էլ բնականաբար այսպես տես Աշոտը ասում է, որ հա ընտրությունների շրջանում այդ ամեն ինչ շատ բարդ է, մի քիչ ավելի սուր է այդ ամեն ինչը հասկանալի է։ Ես ինքս որպես լրագրող անցել եմ բազմաթիվ ընտրությունների միջով, թե որպես շարքային լրագրող եւ թե որպես, ասենք, ղեկավար, հա, կառավարել եմ, ասենք, ինչ-որ լրատվականի գործունեություն, անկեղծ ասեմ, ես այն ինչ որ հիմա տեղի ունենում, ես նման բան չեմ տեսել, որ ամեն ինչ այսքան ակնհայտ լինի, ինչ որ ժամանակին էլի կար այդ ամեն ինչը, հա, ինչ որ էլի ինչ որ մարդիկ ասում են չեմ ուզում դիր գրպանս բան եւ այլն, այս կարգի երևույթներ եղել են, հիմա այդ ամեն ինչը անենց ակնհայտ է։ Որ մեդալի պես վզներից կախած ակնհայտ բառը ճիշտ օգտագործեցիր, որովհետև հիմա ակնհայտ է, իսկ անցած տասնամյակների ընթացքում հազար ունի այլանդակություններ, այնքան ակնհայտ չէր, ինչքան ջրի տակ էր։ Եվ պետք է նաև հաշվի առնել, որ անցած տասնամյակների ընթացքում հատկապես հեռարձակման ոլորտում լրիվ այլ իրավիճակ էր, այնտեղ դժվար էր պատկերացնել որևէ հեռուստաընկերություն ընդգծված ընդդիմադիր եւ որոշ դեպքերում նաեւ սանձարձակ գործելավոճով։ Այն ժամանակ ընդդիմադիր ես ու Արթուր այդ հեռուստաընկերությունում ժամանակին աշխատել ենք A1+-ները 2002 թվականին։ Որը բարեհաջող փակեցին, հիշում եք ինչ էր։ Բայց եւ մնացածների համար դա դաս եղավ եւ պետական քաղաքականություններ տոտալ վերահսկողություն սահմանել հեռարձակողների վրա։ Հիմա մենք ունենք ընդգծված ընդդիմադիր ուրեմն հեռարձակողներ, որոնք որ կարծես թե մաս են կազմում կոնկրետ քաղաքական ուժերի։ Եվ կարծես թե ես որ ասացի շատ մեղմ եմ ասում, ընդդիմադիր կոնգլոմերատ են ձևավորել։ Որտեղ մենք գիտենք, որ քաղաքական ուժին է հարում տվյալ հեռարձակողը։ Եվ պետք է հաշվի առնել նաև տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը։ Եվ ասենք տասնամյակներ առաջ մի քիչ ավելի բարդ էր այս սանձարձակությունը դրսևորել, այն ժամանակ էլ իր այդ միատար զզվելի եթերը, որը որ իշխանության օգտին քարուզ էր, հասարակական քաղաքական հաղորդումները գոնե դա էին, եւ այն ժամանակ էլ լրիվ այլ շատ բարդ եւ անթույլատրելի դրսևորումներ էին, որովհետեւ իշխող ուժի համար ծայրաստիճան ուրեմն բարենպաստ պայմաններ էր ստեղծում մեդիադաշտը եւ այնտեղ ընդդիմության խոսքը կարող էր կամ հնչել կամ չհնչել կամ եթե հնչեր կորում էր այդ ամբողջ ալիքների մեջ այնպես որ նաև այդ տեխնոլոգիական հնարավորությունները նաև այն ազատությունը որի հետ համակերպվեց գործող իշխանությունը եւ ասենք չփակեց ընդդիմադիր հեռարձակողներին եւ այլն բազմաթիվ գործոններ կան որ պետք է հաշվի առնել գնահատականներ տալիս եւ ես միշտ չեմ համաձայնվում այդ տենց գնահատականների հետ որ այսպիսի բան դեռ չէր եղել ամեն ինչ եղել էր այլ կերպեր այլ պայմաններում էր եղել ես կարծում եմ այստեղ շատ կարեւոր է որ գտնենք մեխանիզմներ որպեսզի շահառուն ինքը վճարի Եվ մի դա մենակ լրագրողներին չի վերաբերվում։ Եթե հասարակությունն է շահառուն, ուրեմն պետք է մեխանիզմ գտնենք, ոնց
ամենաշատը հասարակությունը ինքը որպես ընդհանուր ինչ որ մի գաղափար ինքը վճարի ոչ թե sponsored այս արտահայտությամբ եւ այս էությամբ գործեն ոչ միայն լրագրողներ։ Ինչպես գիտեք, քանի լրատվամիջոց Հայաստանում գրանցված։ Պետրեգիստրում 290 քանի։ Հասկանում եք, Այն դեպքում երբ կներեք, էլի, ասենք նախ հասարակություն 290 լրատվամիջոց չի պահել։ այո, եւ մնացածը պետք է բնականաբար Երկրորդը գովազդային շուկան, եկեք օբյեկտիվ բաներ գնանք, հա, գովազդային շուկան մեր մոտ կարող է սպասարկել ինքը փոքր շուկա։ Կարող է սպասարկել լավ, շատ լավատեսական տարբերակով 20 լրատվամիջոց ընդհանուր առմամբ։ Այսինքն այն պետք է մտածել է, բայց 270 ինչի հաշվին են ապրում։ Դա հիմա էլ կարելի է դրա, այսինքն արդեն դարձի պատասխանը գիտեմ, ուղղակի չեմ ուզում ինձ դատի տան, էլի։ Ինչի՞։ Դե չէ, հա, չէ, որովհետեւ որ պատասխանել քաղաքական գումարներ ստանալով ինչ կա տեղ։ Ես կարող եմ լրատվամիջոցներին անվանական ասել, չգիտեմ ով ինչքան, բայց գիտեմ որտեղից։ Եթե որտեղից դել, այդ ուրիշ հարց է, իհարկե, բայց որ ես որ ասում եմ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը բևեռացված է եւ հիմնականում ապրում է քաղաքական աղբյուրներից ստացվող գումարներից, հենց դա ի նկատի ունեմ եւ այս առումով իհարկե սա նաեւ գործող իշխանության մեծ թերությունն է, որ տեսեք լրատվամիջոցները հարց են տալիս, ասենք ազգային ժողովի փոխնախագահին, ազգային ժողովի փոխնախագահը հարցնում է, իսկ ով է ձեզ ֆինանսավորում։ Սա էլ նեղանում է, չնայած լեգիտիմ հարց է, բայց այդ լրագրողը իրավունք ունի էլ ավելի լեգիտիմ հարց տալ ազգային ժողովի փոխնախագահին եւ հարցնել, իսկ ինչի դուք չգիտեք, որովհետեւ ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունը եւ ֆինանսավորման աղբյուրները պետք է ամրագրված լինի օրենքով։ Դա որոշ առումով ամրագրված է, բայց շատ թույլ լղոզված ձևակերպումներ է, որը որ կարելի է անել կամ չանել, կամ Դա լրատվամիջոցներից մեկի ղեկավարին ասում են որտեղից է ֆինանսավորում, ասում է պետական եկամուտների կոմիտեում կա այն հարկերը, որ ես վճարել եմ, դրանից այնքան ինձ հարցեր մի տվեք։ Այդպես բան չկա, բայց իհարկե, բայց ասում եմ, կարում է, այսինքն ազգային ժողովի փոխնախագահը եւ իր թիմը ուղիղ մեղավոր են այն բանում, որ այդ սեփականության թափանցիկությունը եւ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը ապահոված չի, որովհետեւ դա հստակ պետք է ամրագրված լինի օրենքում եւ պետք է դա ի կատարածվի այդ պահանջները։ Ես կարծում եմ, ասած իրենք բարձրաձայնեցին այս վերջերս եւ ասեցին, որ այդ օրենքի խստություն չի, ուղղակի մարդ պետք է իմանա, այս մարդը որ խոսում է պահանջական երկրների դա նորմալ պահանջ է, որը պետք է նորմալ ձևակերպված։ Հա, այդ բաց թողում կա, որ իրենք էլ բարձրաձայնեցին, որ այդ բաց թողում պիտի լրացնեն, որովհետև ես պիտի իմանամ ով է վճարում, որովհետև եթե ես գիտեմ ով է վճարում, ես հասկանում եմ ում ես դու ծառայում։ Եթե քեզ հասարակությունն է վճարում, դու ծառայում ես հասարակությանը, եթե ինչ որ մի մարդ Բարսա դու կատարում ես իր պատվերը։ Հա, բայց այդտեղ էլ այդ փայտը ուրիշ մի հատ կողմ էլ ունի։ Օրինակ, երբեմն ինձ մասնավորապես հասարակության տված հարկերի հաշվին դու բան եւ այլն, այդ հասարակության տված հարկերը երբ անդադ գալիս խփում են դեմքի դրանցով, չէ, ճիշտ են անում։ Բայց երբ դա քաղաքական նպատակներով են անում, այդ լրիվ ուրիշ բան է դառնում, արդեն, որովհետեւ ես էլ մի օր կարող եմ հասարակության անունից այդ մարդուն համապատասխան վայր ուղարկել։ Այդ էլ կարող եմ։ Պետք չի կոպիտ, բայց չէ, ես սիրում եմ մեկ կոպտել։ Չէ, ամեն դեպքում ճիշտ է։ Հերոստատեսյան եւ ռադիո հազվադեպ։ Չէ, եթերում չէ, կամլիցի եթերում չէ։ Այնպես որ բացի այդ, օրինակ գոյություն ունի օրենսդրական պահանջ ելքային տվյալները հրապարակելու։ Այսինքն հեռախոս, հասցե, կրկնում եմ, թողարկման պատասխանատու եւ այլն։ Եվ մենք գիտենք եւ տեսնում ենք, որ բազմաթիվ on-line հատկապես տիրույթում մեդիաներ, եթե կարելի է դրանց մեդիա անվանել, եւ որտեղ ես համարում եմ, որ եթե մեդիան իր ելքային տվյալները չի հրապարակում, արդեն օրենք է խախտում եւ շատ կասկածանքով կարելի է դա մեդիա բովանդակության հետ դեռ չեմ անհարում։ Մի խոսքով, օրենսդրական պահանջը ելքային տվյալները հրապարակել։ Բազմաթիվ հարթակներ ոչ էլ հրապարակում են
բայց օրենքով նաև նախատեսված առեղծվածային լրատվամիջոց կա, հիմա կարող եմ անունել ասել, հեսա ես միտքս ավարտել։ 4 տարի է լրագրողների խումբ կա մի հատ Facebook-ում, փակ խումբ է ինքը մեր մասնագիտական տվյալների փոխանակում եւ այլն։ Մենք 4 տարի է գուշակում ենք մեդիայեմը իրանց ինչա ներկայացնում, չգիտենք ոչ մեկ։ Դե հիմա իմ խոսքը դրա մասին է, որ ընդ որում էլի շատ վատ ձևակերպված ոչ այսպես հստակ կարգավորում կա, որ ովքեր որ ելքային տվյալները չեն հրապարակում, ադմինիստրատիվ պատասխանատվության կարող են ենթարկվել։ Քեզ հայտնի է որևէ դեպք, երբ ադմինիստրատիվ պատասխանատվության ենթարկվեն այն հարթակները, որոնք որ համառորեն չեն ուզում հրապարակել իրանց ելքային տվյալները ամբողջ ծավալով։ Ոչ, հայտնի չի։ Այնպես որ երբ որ իշխանության ներկայացուցիչները այդ հարցը բարձրացնում են, իմ մոտ եւս մի շարք լեգիտիմ հարցեր է առաջանում, ինչի եք դուք այդ հարցը տալիս լրագրողին, երբ որ դուք ինքներդ պատասխանատու եք դրա համար, որ օրենսդրական կարգավորումներ լինեն եւ հասարակությունը տեղյակ լինի, թե որ լրատվամիջոցը ինչ սեփականատեր ունի եւ ոնց է ֆինանսավորվում։ Որ սողանցքները չմնան այդ արանքում, ճիշտ է։ Սողանցքները թողում ենք հետո որ լսարանի հետ, հանրության հետ խաղի կանոնները արդար լինեն եւ մարդիկ իմանան, թե որտեղից է քամին փչում եւ այդ լրատվամիջոցը ինչ որ մի բան լուսաբանում է։ Հիմա խոսքի սկզբում Աշոտ դու ասեցիր, որ հա, այս ամենը ընտրություններից հետո կփոխվի, չգիտեմ կփոխվի թե չէ։ Բայց հույս կարելի է։ Հույս կարելի է։ Օրինակ ես իմիջիալուց ասեմ ձեզ, ես այնքան չեմ վախենում հիմա այս ընթացքի համար, ինչքան հետոից։ Ինչու, որովհետև ես վախենում եմ, որ այն գործընթացները, որոնց հետ մենք գործ ունենք եւ այն նստվածքը, որը մնալու է այս ամենից հետո, դրանք լինելու են անդառնալի եւ հասարակական ընկալումներում լրատվամիջոցների նկատմամբ առհասարակ վերաբերմունքի իմաստով եմ ասում եւ մասնագիտության նկատմամբ եւ այդ մասնագիտությունը կրողների, անհատների, այսինքն լրագրողները ես շատ վախենում եմ, որ ինչ որ մի բանի կարող է վերածվել թիրախների, ես այդ բառը հենց հատուկ եմ օգտագործում։ Լրագրողը կարող է վերածվել թիրախի, որովհետեւ հասարակությունը կարող է սկսի տոտալ միգուցե հիմա մի քիչ խտացնում եմ գույնը, բայց կարող է սկսի ատել լրագրողներին։ Իմիջիալուց այդ տենդենսը արդեն կա։ Ես ոչ թե կա տենդենս, այլ ինքը արդեն գույություն ունի եւ հա շատ իրապես վախենալու է, բայց մի բան ասեմ, ես կարծում ցանկացած մասնագիտություն որակազրկել կամ հեղինակազրկել կարող է միայն այդ մասնագիտության մանդատը կրողը, այսինքն լրագրողի բեյջ ունեցողը կարա լրագրողությունը ընդհանրապես հեղինակազրկի եւ բարձրացնի։ Այս խնդիրը այսինքն լրագրողական համայնքը եւ դրա պատճառն էլ նաեւ այս օրենքի բաց թողումն է, որովհետեւ մարդիկ ես ինքս մտածել եմ, որ մասնագետների համար իրենց մասնագիտության արժեքը իրենց ներսում գնահատելը շատ թանկ արժի եւ իրենք թույլ չեն տա, որպեսզի այդ մասնագիտության հեղինակությունը այդքան պակասի, բայց դե մի բան փողոցային խոսք ասում, փողը պատածակում, տենց Ես իմիջիալուց մինչև մեր զրույցը ես այդ օրինակը բերեցի, ես մարդիկ գիտեմ, որ վերջին 10 օրվա ընթացքում ավելի շատ փող են աշխատել, քան վերջին 10 տարում։ Ու հիմա դրան հակակշռել որակյալ ժուրնալիստիկայով ավելի ու ավելի դժվար է դառնում, որովհետև այդ մարդիկ իրանք շատ ավելի բարձրախոս ու շատախոս են։ Ես մեկ նկատվում եմ, որ հարցազրույց չի, այլ մուննաթազրույց է, այսինքն հարց է տալիս։ Այդ հին խնդիր է, հա։ Բայց ես իմ կարծիքով ոչ թե խտացրեցիր գույները, շատ խտացրեցիր, թեպետ տեղ կա իհարկե խտացնելու, բայց արդեն ասեմ, որ ցավոք լրագրողները արդեն իսկ թիրախ են դարել եւ դա նորություն չէ։ Մենք մեր երամսյակային զեկույցում բազմաթիվ օրինակներ ենք բերում եւ ֆիզիկական բռնությունների եւ տարատեսակ ճնշումների եւ դատական հայցերի աճի եւ այլն, բայց մյուս կողմից էլ այդ որ հիմա դու ասում ես որ կդառնան թիրախ կամ արդեն դարել են,
Կարծես նաև հրահրես մեր հասարակությանը, որ այ եթե ձևի են աշխատում, ուրեմն թիրախավորեք, ես ուղղակի այստեղ արդեն պետք է լրագրողներին պաշտպանեմ այն առումով, որ մեծ հաշվով մենք պետք է հաշվի առնենք առհասարակ մեր հասարակության ընդհանուր մակարդակի դեգրադացիան, որ լրագրությունը այդ հասարակության ծնունդ է, այդ անդաստիարակությունը, որ մենք տեսնում ենք, չգիտեմ, ասուլիսների, բրիֆինգների կամ ուղղակի հարցազրույցների ժամանակ, ես չեմ խոսում արդեն բանի լրագրողական էթիկայի մասին, ես խոսում եմ անդաստիարակության, անկիրթ անբարեկիրթ ուրեմն վարքի այս ամեն ինչը հասարակության մեջ ակնհայտորեն ավելացել է ես միանշանակ քո հետ միտքս ավարտեմ այդ նույնը ես իհարկե տեսնում եմ եւ պետք է կույր լինել որ չտեսնել քաղաքական գործիչներ քաղաքական առհասարակ ոլորտում այդ թվում նաև իշխող կուսակցության մեջ այդպիսի երևույթներ կան, ընդդիմադիրները այդ ամեն ինչը դրսևորում են, այսինքն այս համընդհանուր ինչ ասեմ անտակտ վարվելակերպը մարդկանց հետ շփվելու ունակություն չունենալ, քաղաքակիրթ շփվելու մասին խոսքը երբ դու ինքդ չես հարգում եւ քեզ եւ մասնագիտությանը, որին պետք է ծառայես, այս ամեն ինչը այնքան տարածված է, ես կարծում եմ, որ մենք այս հարցերը բարձրացնելուց պետք է խոսենք առհասարակ մեր հասարակության կրթական, դաստիարակչական եւ այլն մակարդակի անկման եւ այդ ուղղությամբ լուրջ անելիքների մասին։ Ես համաձայնելով քո ասածների հետ, այստեղ որովհետև նույն լրագրողների մեջ ու այո, դու ճիշտ ասեցիր, որ կորում են այն ձայները, որոնք որ իսկապես պրոֆեսիոնալ ժուրնալիզմի ուրեմն դրսևորումներ են կամ ներկայացուցիչներ են այդ մարդիկ, իսկապես նրանք կանգնած են նույն բրիֆինգին եւ չեն էլ հասցնում հարց տալ, որովհետև այդ անդաստիարակ ճղլղանները ուղղակի հերթ չեն տալիս։ Ես այդ մարդկանց դեմքի արտահայտությունն եմ տեսել, որ այս ուրենք եկել մենք։ Բայց բացի այդ էլ կան նաև այլ դեմքի արտահայտություններ, որոնք որ հրճվում են այդ անդաստիարակ պահվածքով։ Հիմա ամբողջովին համաձայն լինելով քո հետ նախ թույլ տուր ասել, որ ես բնականաբար նպատակ չունեմ թիրախավորել ինքս կամ գլխի գցել մարդկանց, որ կարելի է լրագրողներին թիրախավորել, հատկապես որ ես ինքս բազմաթիվ դեպքերում ու բազմաթիվ առիթների դեպքում միշտ էլ ասել եմ, որ ժողովուրդ ջան, եկեք մի բան հասկանանք, որ լրագրողները լուսնից չեն իջել, հա, որ լրագրողները, ինչպես բանակը, այդ թվում նաև լրատվական դաշտը, հասարակության հայելային արտացոլումն է, այսինքն բողոքել լրատվական դաշտից, այդ նույն բանն է, ոնց որ ավելի ճիշտ չէ, կարելի է բողոքել, բայց պետք է հասկանալ, որ դա ըստ էության ինքնակնդատություն է նաև։ Ես միտեղ համաձայն չեմ։ Ֆայ, բաբա, ես իմաստը հենց Չէ, որովհետև ես ես ձեզ հետ էլ համաձայն չեմ։ Ես կարծում եմ, որ մեր Գիտեք, բայց այստեղ ես հիշեցի Սաբաչի սերց։ Ասվում հետ համաձայն չես, այն բանը, Էնգելսի Սաբոյմի։ Չէ, Սաբեյմի ասում։ Հա, գիտես ինչի, որովհետև ես չեմ կարծում, որ մեր հասարակությունը արժանի չի լավ լրագրության։ Իսկապես իրա գուցե մենք ասենք դեգրադացվել է, բայց լրագրության մակարդակը չի կարող ավելի ցած լինի, քան միջին հասարակության միջին ընկալումներից ավելի ցածր լինի։ Եվ այս դեպքում հայելային արտացոլումը չի բան աղավաղված արտացոլումն է դեպի բան բացասական իմաստով։ Ես իսկ ցանկացած մասնագիտություն հասարակությունը իր հետևից ինքը որպես մասնագետ այդ ոլորտում պիտի տանող լինի, բայց ես մեկ-մեկ նայում եմ հարցազրույցներ եւ այլը եւ կարծում եմ տակի կոմենտները, որտեղ 7-ից 5-ը ասում է խիսա լրագրողի հարցա եւ այստեղ իսկապես ես արդեն չեմ կարող համաձայնել, որովհետեւ բանն այն է որ դուք երևի մի քիչ ավելի լավ կարծիքի եք հասարակության ընդհանուր մակարդակի մասին եւ այդ անկումը միգուցե չեք նկատում կամ համարում եք, որ ավելի քիչ է անկումը, քան լրագրության ոլորտում, բայց ես մի վառ օրինակ բերեմ, ինչքան մեծ
պոպուլարություն ստացավ դոգիզմը։ Եվ այդ ահռելի լսարանը, որը որ հավաքեց այդ տխրահռչակ ուրիշ ֆենոմեն է, դա լրագրության հետ կապ չունի, որ այդ կուսակցությունը ես խոսում եմ ճաշակի ֆենոմենի մասին, ես խոսում եմ հասարակության ականջին ինչ է հաճո եւ ինչ է դուր գալիս դրա մասին, եւ այս առումով եթե մենք ունենք այնպիսի հասարակություն, որտեղ որ այդ հայհոյախոսությունը կարող է հավաքել այդպիսի լսարան, ուրեմն այդ հասարակությունից դուրս եկած լրագրությունը իհարկե պետք է շատ ցածրաճաշակ եւ այդ ինչ ասեմ սանձարցակությունով դրսևորվի, որ ավելի շատ դուր գա։ Քանից դեն այդ սանձարցակ լրագրողներին ասում, այ ինչ տղամարդ աղջիկ կա, ոնց sense հետևորդների եւ այլն, բայց ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ, որ լրագրությունը այդքան ցածր պետք է չընկնի եւ ինչ որտեղ նույնիսկ բարձրացնի հասարակության ճաշակը։ Բայց ինքը պետք է իսկապես նույնպես եմ ասում, այդ նույնը մենք տեսնում ենք քաղաքական գործիչների շրջանում, պետական պաշտոնյաների շրջանում եւ այլն, ու ես միշտ ասում եմ, որ լրագրողը այնուամենայնիվ պետք է ավելի բարձր լինի, քան իրանք, որտեղ ինքը շարունակելու է աշխատել որպես լրագրող, իսկ այսօր այդ պաշտոնյանը կա, վաղը չկա։ Եվ ինքը այնուամենայնիվ ճաշակ, կրթություն, ինչ ասեմ, դաստիարակություն արտացոլող, արտահայտող, դրսևորող անձը պետք է լինի, որպես անձ, ել չեմ ասում իր գործունեության մասին։ Հա, ես փաստորեն ես ձեր հետ համաձայն եմ։ Իսկ այդ կներեք, իսկ այդ որ ասացիք դոգիզմը, դա հոգեբանների հետ է կախված, դա ոչ լրագրության հետ է կախված, չէ, դա լրագրություն բնականա չէ, սոցիալ հոգեբանական չունի, եւ ավելի հասարակության ճաշակի մասին, ու էլի չեմ ուզում ընդհանրացնել, բայց ինչքան մեծ մասսա է, որ իր ականջին դա հաճելի է։ Ցանկացած դոկ կամ որևիցե նույնը Ֆրանսիայում լինի, Գերմանիայում ավելի կիրթ հասարակություններում ինքը այդ տեսակ ֆենոմենալ ազդեցություններ ունենալու, որտեվ սա պոստմոդեռնի դրսևորման երևույթներից մեկն է, որը մենք հասարակությունով մենք չենք վերապրել նորմալ այդ պոստմոդեռնը, եւ մենք այդ տեսակ sense վառ ռեակցիա տվեցինք դրան, եւ որը բնական ռեակցիա է, ոնց որ ցանկացած հասարակության մեջ կա կոյուղի եւ այդ կոյուղի ջրերը միտեղից պիտի դուրս գան։ Եվ երկար ժամանակ երբ որ քո մեջ պահում ես եւ չես կանալիզացիա չես անում, դա տրակում է մի օր եւ շատ անպատեհ տեղերում։ Ես կներեք, քանի որ մենք արդեն տրամաբանությամբ կարելի ասել, որ լրատվական դաշտն էլ իր կոյուղին պետք է ունենա եւ մեր գործընկերներից մեկը իր Facebook-յան գրառումներում բավականին հաճախ անդրադառնում է եւ կոնկրետ լրատվամիջոցներ նկատի ունենալով ասում է լրատվական դաշտի կոյուղու ջրերը այսպես հիմա քանի որ մեր ժամանակը արդեն ավարտվեց, ես պիտի ամփոփեմ, այսպեսի մի անալոգիա ես անեմ, քանի որ անալոգիաներով սկսեցինք խոսել։ Ես այս իրավիճակի համար այնուհանդերձ հակված եմ, այսպես ճակերտներում եմ ասում, մեղադրել պետությանը։ Ինչու, որովհետև հա մենք ունեցել ենք այն պատկերը, որի մասին դու խոսում ես, մենք տասնամյակներ շարունակ չենք ունեցել խոսքի ազատություն, մենք չենք ունեցել այն ներքին արգելակները, որոնք պիտի աշխատեին հիմա, որովհետև չի եղել դրա անհրաժեշտությունը։ Ամեն ինչ համակարգված է եղել, այսպես։ Եվ շատ նման է հիմա իրավիճակը նրան, երբ տևական ժամանակ սովահար եղած մարդու առաջ բերում են, դնում են ճոխ սեղան, հա, ու ինքը հարձակվում է ուտելիքի վրա։ Գիտեք, չէ, արդյունքում ինչա լինում։ Եթե ինքը իր կոկորդին չի կարողանում տիրություն անել, ինքը մահանում է, որովհետև օրգանիզմը չի կարողանում այդ ամեն ինչը մարսել։ Հիմա նույնը մեր մոտ է։ Եվ հասարակության մեջ, եւ լրատվամիջոցներում ազատության այն չափաբաժինը, որ մենք միանգամից ստացանք, մենք հիմա չենք կարողանում մարսել, եւ ես էլի եմ ասում, ես շատ վախենում եմ, որ դա կարող է տարտանի, բերի կամ հանգեցնի կլիենտի մահվան։ Ես նման հեռանկար չեմ ուզում։ Դրա համար երևի հա, ես ընդունում եմ, ես պնդում եմ, որ այս ընտրություններից հետո պետք է օրենսդրական որոշակի փոփոխություններ լինեն, որ ինչ որ բաներ կանոնակարգվեն, այդ կանոնակարգումների արդեն շրջանակում մենք փորձենք ունենալ այն, ինչին
Հայաստանի Հանրապետության քաղաքացին արժանի է իրականում, լավ իմաստով արժանի է։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօր իմ զրուցակիցներն էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, այսպես մի քիչ տխուր հրաժեշտ եմ տալիս ձեզ, մինչև գալիք շաբաթօր էլի ժամը 19-ին կհանդիպենք Հանրապետության շրջանակում հանրային ռադիոյի եթերում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։